Հայոց պատմության ամենաշրջադարձային և հրաշափառ դրվագը, որը հավերժ փոխեց մի ամբողջ ազգի ճակատագիր։ Երրորդ դարի վերջին Տրդատ, երրորդ հզոր արքան, իմանալով, որ իրեն ծառայող Գրիգորը քրիստոնյա է և իր հորը սպանողի որդին, հրամայեց նրան նետել Արտաշատի ամենասարսափելի զնդանը՝ Խոր վիրապի մահվան գուբը։ 13 երկար ու տանջալից տարիներ Գրիգորը մնաց բացարձակ խավարի և մահվան ստվերների մեջ, որտեղ ողջ մնալն անհնար էր թվում։ Բայց մարմնական տառապանքը չկոտրեց նրա հոգու լույսը։ Մինչ Գրիգորը աղոթում էր խավարում, Տրդատ արքան ընկավ ծանր ու անբուժելի հիվանդության մեջ, կորցնելով մարդկային բանականությունը և վերածվելով ստվերի։ Երբ ոչ մի հեթանոս քուրմ չկարողացավ փրկել արքային, նրա քույրը Խոսրովի թուղթը տեսիլք ունեցավ, որ միայն խոր վիրապում հրաշքով ողջ մնացած Գրիգորը կարող է բժշկել նրան։ Երբ Գրիգորին հանեցին զնդանից, նա ոչ թե վրեժխնդիր եղավ, այլ իր աստվածային հավատքով բուժեց արքային և մաքրեց նրա հոգին։ Այդ աներևակայելի հրաշքից ցնցված և վերածնված Տրդատը 301 թվականին Հայաստանը հռչակեց աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։ Խավարի զնդանից դուրս եկած մարդը դարձավ Գրիգոր լուսավորիչ, ով ապացուցեց, որ հավատքի լույսը կարող է ցրել անգամ ամենաթանձր խավարը և փրկել մի ամբողջ ազգ։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։